Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների թիմերի բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ, մեկնաբանել ռուս-ուկրաինական կարգավորման հեռանկարը։ Նա շեշտել է, Ռուսաստանը չի կարող գրավել ամբողջ Ուկրաինան, իսկ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր։ Պատերազմի միակ լուծումը դիվանագիտությունն է և կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը։ Կարծում եմ ֆրանսիացիներն ու բրիտանացիներն էլ մեծապես աջակցել են այդ հարցում, նշել է պետքարտուղարը։ Նա հավելել է, որ Կիևի հետ հազվագյուտ մետաղների մասին գործարքը քննարկման փուլում է։ Պարտադիր չէ, որ այն կնքվի հենց վաղը, սակայն նախագահ Թրամփը ուզում է, որ այն կնքվի, շեշտել է Ռուբիոն, հավելել. Այդ հարցը ամերիկյան և ուկրաինական թիմերի բանակցությունների օրակարգի ամենակարևոր կետը չէ։ Մենք ցանկանում ենք հասկանալ Կիևի դիրքորոշումը, պատկերացում կազմել, ինչ զիջումների են նրանք պատրաստ գնալ։ Հրադադար և պատերազմի դադարեցում չի լինի, եթե կողմերը զիջումների չգնան, ընդգծել է դիվանագետը։ Ինչ վերաբերում է Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության դադարեցմանը, պետքարտուղարը նշել է, որ այդ հարցը կարող է վերանայվել Կիևի և Վաշինգտոնի թիմերի բանակցությունների արդյունքում։ Դա տեղի կունենա, եթե մենք զգանք, որ ուկրաինացիները հավատարիմ են խաղաղության գործընթացին, ասել է Մարկո Ռուբիոն։ Պատասխանելով Թրամփ-Պուտին հնարավոր շփումների մասին հարցին, պետքարտուղարը հայտարարել է. այժմ հանդիպում նախատեսված չէ։ Ռուսաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիժլիօղլուին։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկել են ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին ինտեգրման և անվտանգության նոր ճարտարապետության մաս դառնալու ԵԱՀԿ-ի կարողությունը։ Արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ կազմակերպությունը խոր ճգնաժամի մեջ է և դրա պատճառը ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրներն են։ Լավրովը բարձր է գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա, բողոքելով, որ վերջին տարիներին կառույցի ղեկավարները տարբեր պատրվակներ են բերել ռուսական կողմի հետ չերկխոսելու համար։ Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական պատերազմին։ Ռուս դիվանագետը հայտարարել է, Մոսկվան կշարունակի քննարկել այդ հարցը Միացյալ Նահանգների և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնել կարգավորել հակամարտությունը։ Ֆերիդուն Սինիժլիօղլուն հավատացրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել պատերազմը դադարեցնելու ջանքերին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դաշնության տարածքում վերջին ժամերին խոցվել է ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք։ Հարձակման թիրախում են եղել Մոսկվայի, Կուրսկի, Բրյանսկի, Բելգորոդի, Ռյազանի, Կալուգայի, Լիպեցկի, Օրյոլի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի շրջանները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի դեմ ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումը։ Ոչնչացվել է 70-ից ավելի անօդաչու սարք։ Դոմոդեդովո քաղաքում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ, տուժել են բնակելի շենքեր, այրվել ավտոմեքենաներ։ Դոմոդեդովոյից դեպի Մոսկվա գնացքների երթևեկությունը դադարեցվել է երկաթուղային գծի վնասման պատճառով։ Մայրաքաղաքում ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով վնասվել է շենքերից մեկի տանիքը, զոհեր և վիրավորներ կան նաև Կուրսկի մարզում։ Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային և շրջակա տարածքներին, քաղաքացիական կառույցներ և վառելիքի տանկերներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը և պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ այդ գործընթացում, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։ ԶԼՄ-ների տվյալով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։ Կարևորվել է երկրների գործակցությունը միջազգային և տարածաշրջանային տարբեր ձևաչափերում։ Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եռակողմ գործակցությանը վերաբերող հարցերի։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտապես աջակցելու համար։ Թուրքիայի նախագահն ամփոփել է օրերս Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի հետ առցանց մասնակցել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը, խորհրդակցություններ անցկացրել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների շուրջ։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում իրավիճակին, նշել Անկարան դատապարտում է անարդարությունն ու ահաբեկչությունը։ Սիրիայի իշխանությանն անհրաժեշտ խորհրդատվություն ենք տրամադրում ներկայիս լարվածությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան վարում է ներառական քաղաքականություն, որը բացառում է ռևանշիզմը, ասել է Էրդողանը։ Նա խոսել է եվրոպական անվտանգության խնդիրներից, նշել եվրոպացի գործընկերները պետք է հասկանան Թուրքիայի դերը և հաշվի առնեն դա իրենց ռազմավարությունը մշակելիս։ Թուրքիայի նախագահի խոսքով Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ և ցանկանում է լիարժեք անդամակցություն ստանալ։
Սիրիայի ներկայիս իշխանությունը եւ քրդական Սիրիայի ժողովրդավարական ուժերը հրադադարի մասին համաձայնության են հասել։ Պայմանագիրը ստորագրել են Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի հրամանատարը։ Ըստ պայմանավորվածության քրդական ուժերը պետք է դառնան Սիրիայի ուժային կառույցների մաս։ Սիրիական կողմի տվյալով ըստ համաձայնագրի Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված բոլոր քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները ինտեգրվելու են պետական կառավարման համակարգին։ Բացի այդ, ըստ փաստաթղթի տեքստի կերաշխավորվեն քուրդ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում քաղաքացիության։ Քրդերն իրենց հերթին պարտավորվում են աջակցել Սիրիայի նոր իշխանությանը, Բաշար Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ գործոնների դեմ պայքարում։ Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, հաշվի առնելով, որ Կանադան 25% մաքսատուրք է սահմանել Միացյալ Նահանգներին տրամադրվող էլեկտրաէներգիայի համար, Վաշինգտոնը կկրկնապատկի Կանադայի դեմ հայտարարված մաքսատուրքերը, դրանք հասցնելով 50%-ի։ Մաքսատուրքերը կտարածվեն Միացյալ Նահանգներ ներմուծվող պողպատի ու ալյումինի վրա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով որոշումն ուժի մեջ կմտնի վաղը։ Թրամփը նախազգուշացրել է, եթե օդտավանչը չեղարկի Միացյալ Նահանգների նկատմամբ սահմանափակումները, ապրիլի 2-ից զգալիորեն կբարձրացվեն ԱՄՆ ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը։ Կանադան նաև շատ քիչ է վճարում ազգային անվտանգության համար, հույսը դնելով Միացյալ Նահանգների ռազմական պաշտպանության վրա։ Այսպես չի կարող շարունակվել։ Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել. «Միակ խելամիտ տարբերակն այն է, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը»։ Թրամփի խոսքով այդ դեպքում մաքսատուրքերը կչեղարկվեն, կանադացիների հարկերը զգալիորեն կնվազեն, սահմանային խնդիրները կլուծվեն։ Նրանց փայլուն օրհներգը կշարունակի հնչել, բայց արդեն մեծ եւ հզոր պետության կազմում, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է Դրուժբա կայանին ուկրաինական հարվածի պատճառով։ Երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի խոսքով Բուդապեշտը տեղի ունեցածը գնահատում է որպես հարձակում Հունգարիայի ինքնիշխանության վրա։ Հայտնի է, որ մատակարարումը վերականգնելու համար այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Դիանա Գասպարյան, լուրեր։